Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հոկտեմբերի 24-ի համար։ Օրը ուրբաթ է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հոկտեմբերի 24-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, միգուցե նաև իրար հրաժեշտ եք տալիս, կողմը մեկը գնում է իր ճանապարհով, նաև գնում է հեռու։ Ոմանք ունեն սիրային ժամադրություն, ոմանք ունեն նաև պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ, եւ ինչ որ մի բան ձեր ձեռքից այդ օրը բաց կթողնեք, ուշադիր եղեք, սեղանի շուրջ նստած կարող եք վիճել ինչ որ մեկի հետ, կամ ինչ որ մի բան կատարվի, ոնց որ փորձեք հավաքել, մաքրել, հա, նման ինչ որ պահել, եւ գումար կստանաք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հոկտեմբերի 24-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը գումար եք ստանալու, նաև նորություն կլսեք, ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, կհանդիպեք նաև ձեր ընկերոջ հետ, կխոսեք կամ նաև ձեր ընկերոջ հետ, գաղտնիք կբացահայտվի, որը կիմանաք, որ ինչ-որ մի բան չի եղել կամ ինչ-որ մի բան ձեր ձեռքից բաց եք թողնել, հա, ոնց որ ուշադրություն չեք դարձրել։ Եվ ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կաղան գալ այդ օրը ձեզ մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկորյակներին։
Ինչ է սպասվում եկվորյակներին հոկտեմբերի 24-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը ուշ եք արթնանալու կարծես թե կամ շուտ, այստեղ ավելի շատ ուշ երևի, հրավերք ունեք որևիցե առիթի և ինչ-որ մի բան է ցավեցնում ձեզ, չգիտեմ ինչը, բայց ինչ-որ մի բան է ցավեցնում, չեք տխրում, ինչ-որ մի բան է, այսքանը ձեզ համար, ուրիշ ոչինչ չունեք, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետինների։ Ինչ է սպասվում խեցգետիններին հոկտեմբերի 24-ին։ Հարգելի խեցգետնիներ, այդ օրը այն գործերը, որոնք որ մնացել էին, կանեք, կավարտեք, մեկ լույս վառեմ երևի։ Եկան այն ժամանակները, որ արդեն պետքա լույս վառել, որովհետև վերջ, արդեն շուտ եմ ութն ընկնում։ Նաև այդ օրը այն գործերը, որոնք որ չեք այլ չեք ավարտել, այդ օր կանեք, կավարտեք, կհասցնեք, կվերջացնեք։ Նաև այդ օրը ոմանք ժամադրություն ունեն, սիրային թաքուն հարաբերություններ, սիրային եռանկյուն հարաբերություններ, նաև ինչ-որ մի բան է ձեզ տխրեցնում, ինչ-որ հարցեր են կամ ինչ-որ մեկից կարող եք հիասթափվել։ Նաև այդ օրը նվեր կգնեք ինչ-որ մեկին կամ նվեր կարող եք ստանալ, միգուցե դա ծաղիկներ է, միգուցե մեկ այլ հարց է, հա, ինչ-որ մի բան, քաղցրավենիք է կարող է։ Բացի դա էլ ոմանք կարող են ժամ պայմանավորվել իրենց հարազատ և սիրելի մարդկանց հետ և հանդիպեք, չունենաք ժամադրություն, թե կարող այն տարիքում չեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առույցների։ Ինչ է սպասվում առույցներին հոկտեմբերի 24-ին։
Հարգելի առուսներ, այդ օրը կամ դուք եք նվեր ստանալու, կամ ինչ-որ մեկին կարող եք դուք նվիրել ինչ-որ մի բան, կամ նվեր գնել այդ օրը ինչ-որ մեկի համար։ Նաև ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանք աշխատանք կգտնեն, ոմանք հարցազրույցի կգնան, ոմանք շատ աշխատանք կունենան, նաև հանդիպում պետական աշխատողի հետ։ Եվ սուտ կա այդ օրը, սուտը բացահայտվում է, կամ սուտը ինչ-որ մի հարցում, ինչ-որ մեկ ինչ-որ մի բան կարող է չի անում, հա, սուտ է խոսում։ Հանդիպում շփում ձեր ընկերոջ հետ այդ օրը, որովհետեւ բան ձեր ձեռքից բաց կթողնեք այդ ուշադրություն չեք դարձնի եւ կարող եք բաց թողնել։ Նաեւ նորություն կլսեք այդ օրը։ Տան հետ կապված իրադարձություններն այստեղ սեղանի շուրջ եք նստելու, ծնունդ է, առիթ է, կամ ձեր տանն է, կամ պետք է գնաք այդ առիթին եւ մասնակցեք, հա, սեղանի շուրջ եք նստելու, կամ ձեր տանը կարող է ինչ-որ մի բան եք նշում։ Եթե չասեցի, նորություն եք նաեւ լսելու, երևի թե ասեցի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հոկտեմբերի 24-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, կհանդիպեք ձեր մտերիմ ընկերոջը, ընկերուհուն, նաև ինչ-որ մեկից կարող եք հեռվանալ կամ ինչ-որ բանից կարող եք հեռվանալ։ Եվ պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, որոնք որ պետք է անեք, միգուցե դա է, ինչ-որ բան եք անում այնտեղ եւ այլևս այդ հարցին չեք անդրադառնում։ Նաև առիթի կարող են ձեզ հրավիրել եւ գաղտնիք կարող եք իմանալ, ոչ ժամի հետ կապված։ Ինչ-որ կողմից գաղտնիք չէ, ինչ-որ մի բան կարող եք իմանալ ժամի կամ ժամանակի հետ կապված։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշերքների։ Ինչ է սպասվում կշերքներին հոկտեմբերի 24-ին։
Հարգելի կշերտներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար մտերիմ անձնավորության հետ։ Նաև հրավերք կունենաք ոյթի առիթի, սիրո խոստովանություն, կողք սիրահարվել կամ ձեզ սիրահարվեն, նաև ձեզ սիրված գաք, ձեր սիրելիների շրջապատում լինեք։ Ոմանք նաև ժամադրություն ունեն սիրային, ոմանք հենց կարող պայմանավորվել եւ ձեր հարազատ մարդկանց հետ հանդիպել։ Նաև ինչ-որ մի բան ձեզ ցավ կտա, որից կարող եք վիճել։ Միգուցե սիրային ժամադրության ժամանակ է, միգուցե մեկ այլ։ Գումար եք ստանալու այդ օրը եւ ինչ-որ հարց ծանրու թեթև կանեք, ինչ-որ բանի մասին կարող եք մտածել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին հոկտեմբերի 24-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը ոմանք կարող են ձեզ սեր խոստովանել կամ դուք սեր խոստովանեք ինչ-որ մեկին, սիրահարվեք, ձեզ սիրված գաղ, ձեզ շրջապատեք ձեզ հարազատ մարդկանցով, որոշ գործեր այդ օրը կմնան, չեք հասցնում ամբողջությամբ անել ավարտել, հաջողություն ունեք մի կողմից, մյուս կողմից էլ նաև ինչ-որ բան է ձեզ տխրեցնում, ինչ-որ բան է ձեզ հիասթափեցնում, միգուցե որ գործերը մնում են ամբողջությամբ, չեք հասցնում անել, դա Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հոկտեմբերի 24-ին։
Հարգելի աղեղնավորներ, օրը ձեր ձեռքերում է շատ բան ձեզանից է կախված, ամեն ինչն է կարելի ասել ձեզանից կախված։ Նաև այդ օրը օձեր կան, գուցե հենց իրենց է վերաբերվում, հա, իրենց հետ ինչպես կվերաբերվեք, կվարվեք, բամբասանք, չար խոսակցություններ, չար լեզուներ, նման վերաբերմունք, սեղանի շուրջ եք նստելու, նաև հաջողություն ունեք, գուցե հաջողությամբ է անցնում այդ ամենը, ինչ-որ հարցում հաղթանակած եք դուրս գալու, ինչ-որ մի բան ձեր օգտին է լինելու, նաև սպասում եք կամ ինչ-որ մարկանց, կամ ինչ-որ բանի կսպասեք օրվա ընթացքում և տատանվում եք, գուցե և սպասում եք մի կողմից և տատանվում կգա, կլինի, կամ ինչ-որ բան պահեր կան, որ կասկածում եք կամ ծանրու թեթև եք անում ինչ-որ հարցեր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հոկտեմբերի 24-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը հաղթանակած եք դուրս գալու ինչ-որ մի հարցում և օձեր են միանգամից հայտնվում ձեր շուրջ, բամբասանք, խոսակցություն, նախանձություն, նման վերաբերմունք, նաև պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, դա կարող է լինել ուսման կենտրոն և բժշկական կենտրոն, բանկ և այլն, յուրաքանչյուր տեղ։ Այդ օր ուշադիր եղեք, ինչ-որ մի բան ձեր ձեռքից բաց կթողնեք, ոչ է հնարավորություն նաև ժամը ձեզ համար շատ կարևոր է, ժամին ուշադրություն դարձրեք և երեխաների հետ կապված ձեր ցանկությունները կիրականանան, ինչ-որ մի բան է, գուցե հղիություն էր, ծննդաբերություն էր, գուցե ինչ-որ մի հարց էր, որը երեխաներին էր վերաբերվում և այդ ցանկությունը ձեր կիրականանա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին հոկտեմբերի 24-ին։
Հարգելի ջրհոսներ, այդ օրը ձեզ առիթի կհրավիրեն, նաև ժամ կպայմանավորվեք ինչ-որ մեկի հետ, ինչ-որ մեկից կողակ հեռվանալ, ինչ-որ բանից կողակ հեռվանալ, ինչ-որ մի բան հրաժեշտ տաք, հա, ինչ-որ մի բանին։ Նաև հյուր կունենաք կամ դուք կգնաք հյուր և ինչ-որ գործեր կմնան, և կզբաղվեք այդ առիթով, հյուրով և գործերը կմնան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին հոկտեմբերի 24-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը ոչ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ օրը եւս այնք կկատարվի։ Նաեւ վերջին մեկ ամսվա իրադարձությունը կարող է ավարտվել։ Եվ ինչ-որ բանից կարող հեռվանալ, ինչ-որ բանից կարող բաժանվել, նաեւ կարող է դա է, հա, վերջ եք տալիս դրան եւ այլևս դրան չեք անդրադառնա։ Հեռախոսազանգ ունեք, օրը ձեր ձեռքում է կախված հենց օձերի հետ, թե իրենց ինչպես կպատասխանեք, իրենց վերաբերմունքին ինչպես կպատասխանեք, հա, ընդհանրապես ինչ կանեք իրենց հետ, հա, ինչպես կվերաբերվեք։ Ամեն ինչը ձեզանից է կախված, ձեր ձեռքում է, հա, իրենց բամբասանք, իրենց խոսակցությունը, իրենց վերաբերմունքը նույնպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։